Նրատապանում հյուրընկալել եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տրամաբանական կլիներ ձեր հետ հարցազրույցը սկսել Ադրբեջան կատարած այցից, բայց երեկվա իրադարձությունները հանրային ուշադրությունը միանգամից ու շատ արագ փոխեցին այլ ուղղությամբ, մասնավորապես նկատի ունեմ Ուժեղ Հայաստան կուսակցության երկու կին անդամների բերման ենթարկելը եւ դրան հետեված ակցիան ու աղմուկը։ Վերնագրերը հետեւյալ բովանդակությամբ էին, որ գործող իշխանությունները ռեպրեսիաների հերթական ալիքն են կիրառում, այս անգամ մանկահասակ երեխա ունեցող մոր նկատմամբ, այսինքն անգամ մանկահասակ երեխա ունեցող մայրերին չեն խնայում, եթե ընդհանուր բնութագրեմ, մեր իշխանությունները ըստ այդ շրջանակների ստացվում է, որ ավելի հանդուրժող են թշնամու նկատմամբ, քան սեփական քաղաքացիների, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, որն է ձեր ընդհանուր գնահատականը։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում, եթե մարդը օրինակ հիվանդ է, եթե մարդը երեխա ունի, կապ չունի մանկահասակ, եթե մեծ, նա իրավունք ունի հանցագործություն կատարել, թե իրավունք չունի։ Իհարկե ես չեմ պնդում, որ այդ մարդիկ հանցագործություն են կատարել, բայց եթե դա այդպես է, որովհետև գործը հարուցվել է կաշառքի կասկածանքով, այո, ես հարցումս ապա ինչ նշանակություն ունի նրանք երեխա ունեն, չունեն, նրանք հիվանդ են, թե հիվանդ չեն։ Հակառակ դեպքում մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ-որ հանցանք կատարել, կարող են հավաքագրել նմանատիպ մարդկանց, ովքեր երեխա ունեն կամ մանկահասակ է երեխան կամ հիվանդություն ունեն կամ նման մի բան, եւ նրանց մղել այդ հանցանքը կատարելու, եթե նրանք ազատված են, բայց Հայաստանում չկա այդպիսի օրենք, որի համաձայն նրանք ազատված են հանցանք կատարելու դեպքում պատասխանատվությունից։ Սա հարցի այդ կողմը, որ մանկահասակ երեխա է, մանկահասակ չէ, ընդհանրապես կապ չունի դա։ Ինչ վերաբերում է նրան թշնամու նկատմամբ վերաբերմունքը եւ Հայաստանում անդիմադիր հայացք ունեցողների նկատմամբ վերաբերմունքը, ես չեմ կարծում, որ Հայաստանի իրավապահ համակարգը տեսակավորում է հանցանք կատարողներին, նրանք անդիմադիր են, թե անդիմադիր չեն, թշնամի են, թե թշնամի չեն։ Խտրականություն չկա։ Ես չեմ տեսնում խտրականություն, իհարկե կա մեկ այլ խնդիր, խնդիրն այն է, որ Հայաստանի իրավապահ համակարգը հատկապես 2020 թվականից հետո շատ մատների արանքով է նայում շատ իրավիճակների, երբ պետք է շատ ավելի խիստ լինել, պետք է օրենքը պահպանել։ Տեսեք, մեկ օրինակ ես բերեմ, ԲԿ հայտարարում է, որ փորձ է արվել Հայաստան ներմուծել շատ մեծ գումար, եւ այդ փորձ կատարողին կարողացել են հայտնաբերել, կարողացել են գումարը բռնագրավել եւ այլն։ Ես նշեմ, որ բազմաթիվ նմանատիպ իրավիճակներ եղել են նաեւ նախկինում, եւ ոչ միայն վերջին 4 տարիներում կամ 7 տարիների ընթացքում, նախկինում են եղել, բազմաթիվ գումարներ են Հայաստանում շրջանառվել, որոնց ծագումը անհայտ է եղել, բայց ՊԿ նման հետևողականություն չի ցուցաբերել։ Բայց այդ գումարների վտանգը ո՞րն է, պարոն Ղևոնդյան։ Վտանգն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենք եւ գումարները պետք է շրջանառվեն օրենքով։ Ինչու պետք է շրջանառվեն օրենքով եւ ինչ իմաստ ունի այդ օրենքը։ Այդ օրենքը նրա համար է, որ տնտեսվարող կազմակերպությունները լինեն նույն պայմաններում։ Եթե մեկ տնտեսվարող կազմակերպություն գումար է բերում, վարկ է վերցնում, փոխառություն է վերցնում կամ այլ կերպ գումար է ստանում, դա հայտարարագրում է, ցույց է տալիս, այդ գումարները ծախսում է, հասարակությունը գիտի որտեղից եկավ, ուր գնաց եւ դրա հիմքով, եթե այդ գումարները ծախսվում են կամ ինչ-որ տնտեսական գործունեություն է լինում, հարկեր են վճարվում եւ այլն, մյուսը դա չի անում, այսինքն այդ գումարները գալիս են ինչ-որ գաղտնի ճանապարհներով կամ չի երևում դրանց ծագումը, բնականաբար այդ հարկերը չեն վճարվում, երկրորդ կազմակերպությունը առավելություն է ունենում առաջինի նկատմամբ եւ մենք արդար մրցակցություն տնտեսական ոլորտում չենք ունենում։ Եվ սա ՊԵԿ-ի կարգավորման ոլորտն է, ՊԵԿ-ը պետք է սա կարգավորի։ Ցավոք սրտի կարգավորումների, ինչպես այս դեպքում, այնպես էլ կոնկրետ ենթադրյալ հանցանք կատարելու դեպքերում, կարգավորումներին հասնում են այն ժամանակ, երբ դրանք քաղաքական որոշակի նշանակություն են ստանում։ Այստեղ է խնդիրը, ոչ թե խնդիրը այնտեղ է, որ այդ մարդը երեխա ունի, այլ խնդիրը այնտեղ է, որ նմանատիպ իրավիճակներում որոշ դեպքերում օրենքը իր խստությամբ գործում է, երբ կա քաղաքական համատեքստ, որոշ դեպքերում օրենքը պետք է գործի, բայց չցանկանալով հավանաբար հասարակության մոտ որոշակի բացասական տրամադրություններ գեներացնել, ՊԵԿ-ը, իրավապահ մարմինները, այլ կառույցներ ամեն դեպքում մի փոքր ավելի թույլ են թողնում իրավիճակը կամ բաց են թողնում իրավիճակը։ Այսինքն օրենքը պետք է գործի, բայց ավելի շատ ունենա կանխարգելիչ բնույթ։ Կանխի նման դեպքերի հնարավորությունը, որպեսզի հետո հնարավորություն չկա բոլոր դեպքերում։ Այսինքն, եթե մարդը ենթադրում է, որ հանցանք է կատարել, օրինակ եթե մարդը հայտարարել է, որ Հայաստանը պետք է միացնել Ռուսաստանին, դա հանցանք է։ Հայաստանում չի կարելի Հայաստանի ինքնիշխանության պետականության դեմ հայտարարություն անել, հանրային հայտարարություն անել։ Անկախ նրանից այդ մարդը քաղաքական դեմք է, քաղաքական չէ, անկախ նրանից այդ մարդը ինչ որ կուսակցությունում է կամ կուսակցություն չէ, այդ մարդը պետք է պատասխան տա։ Իսկ Հայաստանում ցավոք սրտի այդպես չէ։ Մարդիկ
իրենց կատարած այդ խախտումների համար պատասխան տալիս են հիմնականում այն ժամանակ, երբ նրանք ըստ իրենց աշխատանքի բնույթի, ըստ իրենց իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի եւ մնացած դեպքերում որոշակի վտանգ են ներկայացնում քաղաքական առումով։ Ես չեմ նշում, որ վատ է, թե որ նրանք պատասխանատվության են ենթարկվում, դրանք պիտի ենթարկվեն պատասխանատվության, բայց պատասխանատվության պիտի ենթարկվեն նաեւ մյուսները, ովքեր նման հավակնություններ չունեն կամ սովորական մարդիկ։ Հիմա պարոն Ղևոնդյան, Հունգարիայում Օրբանի պարտությունը Հայաստանում շատերին է ոգևորել, անգամ շարքային քաղաքացիների մակարդակով մեկնաբանությունների գերակշիռ մասը հետևյալ բովանդակությամբ էր՝ տարօսը Հայաստանին, հունիսի 7-ին մենք էլ ռուսներին կասենք գնացեք տուն։ Ինձ հետաքրքիր է ձեր տպավորությունը, արդյոք հեշտ կլինի ռուսներին այսպես չակերներում կամ ոչ ամբողջությամբ բացած ճանապարհել տուն, եւ այս համատեքստում կխնդրեմ քննարկենք նաև հրավիրված հանրահավաքը ուժեղ Հայաստանի կողմից եւ Սամվել Կարապետյանի ուղերձը։ Ես կարծում եմ հեշտ բան կյանքում հիմնականում չկա, բայց անհնարին բան էլ չկա, այո, դժվար կլինի, բայց լուծելի խնդիր է դա։ Առավել եւս, որ Հայաստանի ժողովուրդը իր մեծ մասի մոտ տեսնում ենք, որ կա պատկերացում իրականում Ռուսաստանը կամ Ռուսաստանի ներկայիս իշխանությունները ինչպիսի վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ, ինչպես են իրենք իրենց հարաբերությունները կառուցում Հայաստանի հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ եւ չեն ցանկանում այդ պայմաններում Ռուսաստանի մասը լինել, Ռուսաստանի վասալ դառնալ, Ռուսաստանի պրոտեկտորատ դառնալ կամ որևէ կերպ պաշտպանել Ռուսաստանի շահերը աշխարհում։ Ինչու չեն ցանկանում, որովհետեւ տեսնում են, որ Ռուսաստանը մեր շահերը չի պաշտպանում աշխարհում եւ չի պաշտպանել գոնե վերջին 6 տարիներին անընդհատ։ Եվ այս առումով ես կարծում եմ հայ ժողովուրդը բավական սթափ է մտածում, հայ ժողովուրդը բավական լուրջ է մոտենում իր տեղին, իր դերին աշխարհում, աշխարհակարգում եւ աշխարհաքաղաքական գործընթացներում եւ ընտրությունների արդյունքում իհարկե ռուսամետ ուժերը որևէ շանս չեն ունենա իշխանություն ստանալու։ Իշխանություն չեն ստանա, բայց կարող են էլի լինել գլխավոր ընդդիմադիր ուժը խորհրդարանում եւ մեր խորհրդարանը իր պատկերով էականորեն չտարբերվի ներկայիս խորհրդարանից։ Ցավոք սրտի ձեր նշածը ամենահավանական զարգացումն է, որը տեղի կունենա, բայց այստեղ էլ պետք է հաշվի առնենք մի կարևոր բան Հայաստանում։ Ես նշեցի, որ մեծ մասամբ այդպես է մտածում ժողովուրդը, բայց կա ժողովրդի մի հատված, որը մտածում է հակառակ կերպ, նրանց համար պետականությունը կարևոր չէ, Հայաստանի Հանրապետությունը կարևոր չէ, նրանք ցանկանում են ֆիզիկական անվտանգություն եւ անձնական հարստություն, իսկ ֆիզիկական անվտանգություն եւ անձնական հարստություն նրանց կարծիքով կարելի է կուտակել եւ կարելի է ունենալ, երբ նրանք լինեն Ռուսաստանի մաս եւ նրանք ցանկանում են լինել Ռուսաստանի մաս։ Սա մեր ժողովրդի մի հատվածի կարծիքն է, իսկ այդ կարծիքը հաշվի չառնել մենք չենք կարող։ Բայց մեր հանրությունում կա նաև մի հատված, ընդ որում զգալի հատված, որը 60,000 ստորագրություն դրեց Եվրամիության հետ հետագայում Տեսեք, այո, կա այդպիսի հատված, կա նաև այդպիսի հատված, դրա համար այս հատվածը կձևավորի իշխանություն, մյուս հատվածն էլ կձևավորի ընդդիմություն։ Դա նորմալ է ժողովրդավարական երկրներում հասարակության տարբեր հատվածների կարծիքների հիման վրա ձևավորվում է քաղաքական կոնյունկտուրան։ Հիմա մենք չենք կարող հաշվի չառնել այն հատվածի կարծիքը, որը ցանկանում է, որ մենք լինենք Ռուսաստանի մաս։ Իհարկե, նրանք այդ մասին բարձրաձայն չեն արտահայտվում, հակառակ դեպքում դա կլիներ հանցագործություն, ինչպես ես ասացի, թեև որոշները այնուամենայնիվ ասում են, բայց նրանք էլ չեն պատժում, ցավոք սրտի դրան անդրադարձանք։ Բայց այն, որ այդ մարդիկ գնալու են եւ քվեարկելու են եւ նրանց քվեն պետք է հաշվի առնվի, դա ժողովրդավարության կարևորագույն ցուցանիշներից մեկն է, այլ կերպ լինել չի կարող ուղղակի Հայաստանի Հանրապետության դեպքում, բայց մյուս կողմի մարդիկ, ովքեր գտնում են, որ ոչ, պետք չէ, որ մենք լինենք Ռուսաստանի մաս, պետք չէ, որ Ռուսաստանի շահերը Հայաստանի շահերից ավելի կարևոր լինեն, այդ մարդիկ ավելի շատ են։ Այդտեղ կարելի ասել։ Եվ այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին ընտրազանգվածն են։ Ես ճիշտ հասկացա ձեր ասածից։ Այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն են այնքան ժամանակ, քանի դեռ կա մյուս մարդկանց վտանգը։ Իսկ մյուս մարդկանց վտանգը կա, որովհետև քաղաքական կոնյունկտուրան այս պահին այնպիսին է, որ Հայաստանում իշխանություն ստանալ եւ պահել կարող է երկու
քաղաքական ուժ կամ երկու քաղաքական ուղղություն։ Առաջինը դա Նիկոլ Փաշինյանի եւ խաղաղության օրակարգով, ժողովրդավարության օրակարգով ընտրություններին գնացող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, երկրորդը Ռուսաստանի մաս դարձնելու օրակարգով ընտրություններին գնացող ռուսամետ քաղաքական ուժերն են, կարևոր չէ որ մեկը նրանցից։ Քանի դեռ ընտրությունը այս երկուսի մեջ է, այդ մարդիկ նույնիսկ եթե չցանկանան որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխել, միևնույն է գնալու են եւ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այլընտրանքը շատ ավելի վատն է։ Այստեղ ասել, որ նախաձեռնողները ամեն դեպքում այդպիսի մեղադրանք կա Եվրաքվեի նախաձեռնողների նկատմամբ առայն, որ նրանք չկարողացան միասնական ճակատով հանդես գալ եւ չմսխել այն հնարավորությունները, որը ընձեռվեց այս նախաձեռնության շրջանակներում, այսինքն իրենք ամեն դեպքում ունեցան հանրային վստահություն, որ կարողացան այդքան ստորագրություն հավաքել։ Եկեք մի կարևոր բան չմոռանանք, հավաքված 60,000 ստորագրությունների մի մասը դա մարդիկ էին, ովքեր ցանկացած դեպքում քվեարկելու էին Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը եւս որոշակի միտումներ ցույց տալիս դեպի արևմուտք գնալու եւ այնպես չէ որ Նիկոլ Փաշինյանը եւ կամ նրա կուսակցությունը դեմ էին Եվրաքվեի գործընթացին, այնպես որ այդտեղ ձայները կիսվում են լավագույն դեպքում։ Բայց այն որ արևմտամետները չկարողացան ընդհանուր ճակատով հանդես գալ, հենց արևմտամետների խնդիրն է, իրենց մոտ բազմաթիվ մարդիկ ունեն չհիմնավորված ամբիցիաներ, բազմաթիվ մարդիկ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկարողացան մի կողմ դնել սեփական ամբիցիաները, անձնական ամբիցիաներ, նկատի ունեմ ուժերին, նկատի ունեմ կոնկրետ մարդկանց, անհատ մարդկանց։ Ես ձեր եթերում եւ այլ տեղերում եւս առաջարկել էի մի տարբերակ, որը չէր կարող հաղթանակ չբերել, հաղթանակ ասելով նկատի ունեմ խորհրդանում հայտնվելու ձևով, այդ տարբերակի իմաստն այն էր, որ ես առաջարկել էի հիմնական դերակատարներին, ովքեր նախկինում մասնակցել են ընտրություններին եւ այժմ էլ սպասում է որ պետք է համախմբվեն եւ չեն կարողանում համախմբվել, գոնե համախմբված դուրս գալ պայքարից։ Նկատի ունեմ կուսակցությունների ղեկավարներին Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Լևոն Շիինյան, Տիգրան Խզմալյան գուցե եւ այլն, նրանց բոլորին ես առաջարկել էի, իհարկե հանրային եթերից, ոչ անձնական զրույցներում, համախմբված դուրս գալ ընտրապայքարից, ընտրել կուսակցություններից մեկը, կարևոր չէ որ մեկը, իրենց երիտասարդներին ցուցակ մտցնել եւ պաշտպանել այդ ցուցակը այդ երիտասարդներին, պայմանավորվել միմյանց միջև ինչ հերթականություն պետք է ունենան այդ երիտասարդները, հայտարարել որ իրենք չեն մասնակցում, չեն ցանկանում մասնակցել այս ընտրություններին եւ այդ երիտասարդներին մեկ ցուցակով տանել ընտրության։ Այս տարբերակը հաղթանակի շատ մեծ շանսեր կտար, նորից նշեմ հաղթանակասլով նկատի ունենք խորհրդանում հայտնվելը։ Ցավոք սրտի չկարողացան իմ նշած լիդերներական նրանցից որոշները չեմ կարծում հնարավոր է որ եղել են մարդիկ ովքեր այնուամենայնիվ համաձայն են եղել իմ նշած տրամաբանության, չկարողացան իրենց անձնական ամբիցիաները դնել մի կողմ, չկարողացան պատկերացնել քաղաքական գործընթացի տրամաբանությունը եւ արդեն այսօր կարելի է ասել, որ նրանցից որևէ մեկը խորհրդանում հայտնվելու շանս ուղղակի կամ չունի կամ դրանք զրոյին մոտ է։ Մեկ հարցել այս թեմայով պարոն Ղևոնդյան ասացիք իշխանությունը միտումներ է ցույց տալիս Եվրամիություն գնալու, իսկ կոնկրետ գործողություններ, 1-2 գործողություններ կան, օրինակ վիզաների ազատականացումը դա կոնկրետ գործողություն է Եվրամիության հետ։ Բայց արդյունք կա վիզաների ազատականացման, գիտենք որ այդ գործընթացը բավական ակտիվ ընթանում է աշխատանքը Հայաստանի Հանրապետության, ես ինքս հույս ունեմ որ 1-2 տարվա ընթացքում նախկինում ավելի լավատեսական էր իմ կարծիքը, բայց ավելի խորը ծանոթանալով հասկացա, որ փոքր սխալվել եմ, 1-2 տարվա ընթացքում հույս ունեմ, որ այդ գործընթացը ավարտին կհասցվի եւ հավանաբար 28 թվականին մենք լավագույն դեպքում 28, վատագույն դեպքում 29 թվականին մենք ազատ վիզաների ռեժիմ պետք է որ ունենանք, իհարկե եթե աշխարհաքաղաքական ինչ-որ շատ լուրջ իրադարձություններ տեղի չունենան։ Բայց բացի դա կա նաև Եվրամիության հետ նոր ռազմավարական համաձայնությունը, կա նաև Եվրամիության կողմից Հայաստանին աջակցությունը տարբեր ուղղություններով, կա Հայաստանի եւ Եվրամիության առանձին երկրների հետ փոխհամագործակցության բավական ակտիվ ընթացք, տեսեք ռազմական համագործակցության բավական լուրջ օրինակներ ունենք մայիսի 28-ին կտեսնենք թե որ երկրներից մենք ունենք ստացած ռազմական արտադրանք, Լեհաստանի հետ գիտենք որ ռազմական համագործակցության պայմանագիր կնքվեց եւ շուտով այնտեղի
այնտեղից եւս որոշակի արտադրանք կարողանանք ստանալ Ֆրանսիան եւ այլն եւ այլն։ Այսինքն այս իշխանությունները այո, որոշակիորեն արևմուտքի հետ հարաբերությունների խորացման օրակարգին հետևում են, առավել եւս եկեք չմոռանանք, որ Եվրաքվեի արդյունքներում օրենքը ընդունել է այնուամենայնիվ այս իշխանությունը։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր ստորագրել են Եվրաքվեն, նրանց մի մասը ցանկացած դեպքում գնալու էր եւ ընտրելու էր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրին։ Բայց իհարկե Եվրաքվեն որոշակի տրամաբանությամբ, եթե կարողանային համախմբվել, դա շատ ավելի շուտ էր պետք անել, եթե կարողանային անձնական ամբիցիաները դուրս տրել եւ բոլորով դուրս գալ երիտասարդական թիմ ներկայացնել, դա վերջերս կարելի էր անել, բավական լուրջ շանսեր կունենային 4%-ը հաղթահարելու։ Ցավոք սրտի առանձին նրանք բոլորը կարծում են, թե կկարողանան հաղթահարել, բայց իմ կանխատեսումն այն են, որ նրանց որևէ մեկը այնուամենայնիվ 4%-ը հաղթահարել չի կարողանա։ Շնորհակալ եմ, այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք, հետո կվերադառնանք եւ կանդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին, մեր եթերում գովազդ է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այս սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք,
Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Պարոն Ղևոնդյան, վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, փորձենք հասկանալ Ռուսաստանի տեսանկյունից, որքանով է Ռուսաստանի ձեռնտու, որպեսզի նոր խորհրդարանում լինի իշխանություն Նիկոլ Փաշինյանը եւ գլխավոր ընդդիմությունը Սամվել Կարապետյան եւ այնտեղ, չգիտեմ, փոքր թվով մեկ այլ ռուսամետ ուժ ենթադրենք։ Եթե սա Ռուսաստանի շահերի տեսանկյունից իրեն բավարարող պատկեր է, ապա հասկանանք նաև սպառնալիքները, որոնք մենք այս ընթացքում ստանում ենք, սրանք ինչ նպատակով են արվում, մասնավորապես Վլադիկավկազում այդ ջերմուկից իբրև թունավորման դեպքը նորից վերաբացվում է, նոր հանգամանքներ են, ասում են, ի հայտ եկել։ Մեր քաղաքացիներից ունենք ահազանգեր, որ հայերի նկատմամբ կոնկրետ քաղաքականություն է վարվում, ում որ հնարավոր է վտարում են Ռուսաստանից եւ նրանք խիստ մտահոգություններ ունեն։ Հասկանանք, Ռուսաստանի համար ինչն է ձեռնտու, ինչ վիճակ։ Ռուսաստանի համար ձեռնտու է եւ փաստացի միակ տարբերակը, որի դեպքում նրանք բավարարված կլինեն, որ ռուսամետ քաղաքական ուժերը իշխանություն ունենան։ Մնացած տարբերակները նրանց համար ձեռնտու չեն եւ մնացած տարբերակները նրանց համար բավական լուրջ խնդիրներ են ստեղծում հետագայի համար։ Եվ դրա համար Ռուսաստանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում պաշտպանի իրեն ենթարկվող կամ իր շահերից գործող քաղաքական ուժերին։ Այլ հարց է, որ Ռուսաստանը չունի այսօր այն գործիքակազմը, որը ուներ մինչև 2020, նույնիսկ մինչև 2022 թվականը, որի միջոցով կարողանում էր Հայաստանի քաղաքական գործընթացների ներքին արտաքին կարևոր չէ վճռական ազդեցություն ունենալ։ Ինչ նկատի ունեն վճռական ազդեցությունը ասելով, Ռուսաստանը, եթե ինչ-որ մի բան իր շահերից չէր բխում, կարողանում էր կասեցնել եւ հակառակը, եթե ինչ-որ մի բան իր շահերից էր բխում, կարողանում էր այնպես անել, որ անկախ նրանից Հայաստանում, Եվրոպայում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Արաբական երկրում կամ ցանկացած մեկ այլ տեղ այլ բան էին ցանկանում, Ռուսաստանը կարողանում էր այնպես անել, որ չլինի դա, եթե իր ճարից չէր բխում։ Այսօր այդ ազդեցությունը, այդ գործիքակազմը Ռուսաստանը այլևս չունի։ Առաջին հերթին դա հետևանք է նրա, որ Հայաստանի անվտանգությունը այլևս Ռուսաստանը չի ապահովում եւ Ռուսաստանի հետ կարելի ասել, որ էական առնչություն Հայաստանի անվտանգությունը այսօր այլևս չունի։ Եվ մյուս գործիքները, տնտեսական գործիքներ, մշակութային գործիքներ, իրավական գործիքներ, ճնշման, ահաբեկման, ֆիզիկական գործիքներ եւ այլն Ռուսաստանը կարողանում է օգտագործել այնքանով, որքանով դրանք օգտագործելի են այս պահին։ Տեսեք, դուք ասում եք ջերմուկի հարցը, Օվերչուկը սպառնալիքներ է տեղում, այլ պաշտոնյաներ կան։ Զախարովան էլ իդեպ ծիծաղում է Ալեն Սիմոնյանի հայտարարության վրա։ Զախարովայի վարքագծի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը շատ լավ հայտարարություն արել է, չեմ ցանկանում նորից անդրադառնալ դրան, առավել եւս որ Զախարովան լուրջ մարդ չէ ընդհանրապես նկատի ունենալով նրա զբաղեցրած պաշտոնը Ռուսաստանում, նա ընդհանրապես խոսափող է, ում ասում են ասա սա, նա ասում է սա։ Մի կողմ թողնենք Զախարովային, բայց Ռուսաստանից կողմից շատ ավելի լուրջ նշանակություն ունեցող որոշումներ կայացման գործընթացին մասնակցող մարդիկ շանտաժ են անում, սպառնալիքներ են հղում եւ այլն, ինչը ակնհայտորեն հետևել է ապրիլի 1-ի հանդիպմանը Փաշինյանի եւ Պուտինի եւ հետևել է, որովհետեւ ապրիլի 1-ին Փաշինյանը փաստացի հանրային դաշտում մերժեց Պուտինի առաջարկները կամ Պուտինի ցանկությունները, ինչը նոր իրողություն է իրականում Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանը սովորաբար սովոր էր նրան, որ եթե Պուտինը որևէ բան ցանկանում է, Հայաստանը ընդունում է։ Նախկինում այդպես է եղել, եւ այս բանին, քանի որ այդ նոր իրողությունը կա, ամբողջ ճակատով կարելի ասել հիբրիդային հարձակում է տեղի ունենում Հայաստանի նկատմամբ։ Հարձակման հիմնական նպատակն այն է, որ կարողանան ձևավորել այնպիսի իրավիճակ, որի դեպքում Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ ցանկացած այլ ռուսամետ քաղաքական գործիչ շանս կունենա Հայաստանում իշխանությունը փոխելու կամ միասին կամ առանձին, դա արդեն կարևոր չէ։ Բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ նման հնարավորություն այս բանը Ռուսաստանը չունի։ Փաշինյանի հակադարձությունների հետ կապված պարոն Ղևոնդյան այլ տեսակետ էլ կա, ասում են հակադարձեց այն հարցերում, որոնք գուցե նշանակալի են Հայաստանի համար, բայց անեական են Ռուսաստանի համար։ Դա հապկն է, դա
արցախցիների խնդիրն է, այսինքն Ռուսաստանի համար այդ հարցերը հիմա շատ երկրորդական են, շատ Իմ կարծիքով գլխավոր հարցը, որտեղ նշանակալի։ Փաշինյանը հակադարձեց, դա Սամվել Կարապետյանի ընտրություններին թույլ տալն էր։ Այո, եւ երկաթուղու մասով չեղավ որևէ հայտարարություն։ Երկաթուղու մասով Փաշինյանը արդեն ասաց, որ դեռ պատոհանը բաց է, դեռ համագործակցում ենք, երկաթուղուն հիմա առանձին կանդրադառնամ, բայց շատ կարևոր էր, որ Սամվել Կարապետյանի հարցում Փաշինյանը մերժեց Պուտինին, եւ հենց այստեղ էր նոր իրողությունը։ Տեսեք, ասում են, որ Պուտինը տեղյակ չէր Հայաստանի սահմանադրությունից, ես համաձայն եմ, Պուտինը տեղյակ չէր Հայաստանի սահմանադրությունից, եւ Պուտինը պետք է չէր, որ տեղյակ լիներ Հայաստանի սահմանադրությունից։ Ինչու՞, որովհետեւ Պուտինին երբևէ նույնիսկ իր սեփական երկրի սահմանադրությունը չի հետաքրքրել։ Առավել եւս ինչ որ մեկ այլ երկրի, որը միջև վերջերս իր ֆորպոստն էր, սահմանադրությունը, օրենքները, թղթի վրա ինչ է գրված, Պուտինին բացարձակապես չեն հետաքրքրել եւ չպիտի էլ հետաքրքրեին։ Տեսեք, եթե դուք ինչ որ մեկին ինչ որ բան եք ասում եւ նա մշտապես դա անում է, կարեւոր չէ ինչպես է անում, դուք երբևէ չեք հետաքրքրվում, թե նրա մոտ ինչ է գրված, ինչ փաստաթղթեր ունի, չունի եւ այլն։ Նույնն էլ այս դեպքում Պուտինը առաջին անգամ բախվեց նրան, որ Հայաստանից նրան կարող են ասել մեզ մոտ օրենքում մեկ այլ բան է գրված։ Եվ սա ամենակարևոր մերժումն էր, որից հետո ես կարծում եմ սկսվեց այդ հիբրիդային հարձակումը եւ տրամաբանությունը հետեւյալն է Հայաստանը փաստորեն այնքան է աճել ըստ ռուսների տրամաբանությունը որ կարողանում է իրենց սահմանադրության հիմքով մեզ ասել ոչ փաստացի իրականությունը դա է Հայաստանը աճել է եւ կարողանում է իր սահմանադրության հիմքով նրանց ասել ոչ ինչ վերաբերում է երկաթուղուն տեսեք մի շատ կարևոր տարբերություն կա Փաշինյանի խոսքում մինչև այս վերջերս մեկ շաբաթ առաջվա իր հարցազրույցը եւ հենց կոնկրետ այդ հանդիպման ժամանակ լրագրողներին նա մեկ այլ բան ասաց որն է այդ տարբերությունը նախկինում երբ Փաշինյանին հարցնում էին թե արդյոք Հայաստանը կգնա Կոնստիտուցիոն պայմանագիրը միակողմանի խզման ճանապարհով արբիտրաժի միջոցով կամ այլ կերպ Փաշինյանը հայտարարում է թե դա չի քննարկվում մենք փորձում ենք խնդիրը լուծել այս վերջին անգամ նա ասաց քանի դեռ պատոհանը բաց է խնդիրը լուծելու համագործակցային ուղով մենք այդ հարցին չենք անդրադառնում այսինքն այստեղ արդեն հստակ սահմաններ դրվեցին պատոհանը փակ լինելու դեպքում փաստորեն Հայաստանը պատրաստ է անդրադառնալ նաև միակողմանի խզման արբիտրաժի միջոցով դատանի միջոցով դա արդեն կարևոր չէ եւ սա ակնհայտորեն պատասխանն է այն հիբրիդային լայնածավալ հարձակման որը տեղի ունենում Հայաստանի այսինքն դա ընդամենը բառախաղ կամ հայտարարություն չի հայտարարության համար ես կարծում եմ սա հստակ գաղափարական մոտեցում է առ այն որ Հայաստանը արդեն պատրաստ է դիտարկել նաև այլ ճանապարհներ, եթե այն ճանապարհով, որը այս պահին գործում է, հարցը չլուծվի։ Պարոն Ղևոնդյան, Ռուսաստանի Պետդուման 3 առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա բանակն օգտագործել արտասահմանում ռուսաստանցիներին պաշտպանելու համար, եւ սա արդեն հայկական որոշ շրջանակներ մեկնաբանեցին, որպես ավելի շուտ կապեցին Սամվել Կարապետյանի հետ, որ նա եւս համարվում է Ռուսաստանի քաղաքացի եւ այս օրենքով փաստորեն կարող են դիտարկել հնարավորություն իրենց քաղաքացուն պաշտպանելու։ Դուք այդ հնարավորությունը ինչպես է գնահատում։ Եկեք հիշենք, որ այսօր էլ տեղեկություն եղավ իրենց քաղաքական դեմքերի եւ իրենց քաղաքական ուժի կողմից, որ Սամվել Կարապետյանը սկսել է Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, հուսանք, որ մինչեւ այդ ժամանակը գա Սամվել Կարապետյանը այլևս Ռուսաստանի քաղաքացի չի լինի, իհարկե սա մի փոքր հումորի ժանրից, բայց եթե ավելի լուրջ վերաբերվենք, ապա այո, իհարկե Ռուսաստանը կարող է հանկարծ փորձել օրինակ 102-րդ ռազմաբազան Գյումրիի օգտագործել Սամվել Կարապետյանին գողանալու համար, եթե նրան փորձեն այստեղ դատապարտել, բայց տեսեք, մյուս կողմից ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը լինելու է։ Ի վերջո, եթե Սամվել Կարապետյանը ցանկանա լքել Հայաստանը, նա կարող է Հայաստանը լքել ցանկացած պահի, առավել եւս ընտրություններից հետո, երբ Սամվել Կարապետյանի թիմը ընդամենը երկրորդը կլինի ընտրություններում, իսկ ես կարծում եմ այստեղ նույնիսկ բանավիճելու կամ ենթադրելու կարիք էլ չկա, Սամվել Կարապետյանի Հայաստանում մնալը ոչ իր համար, ոչ Հայաստանի Հանրապետության համար որևէ արժեք չի ներկայացնի, որևէ կարևորություն չի ունենա։ Բայց ընտրություններից հետո, այո, եւ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը ուղղակի կլքի Հայաստան։ Ինչ վերաբերում է մինչև ընտրությունները, ես քաղաքական առումով իհարկե իրավական դաշտ չմտնելով քաղաքական առումով կարծում եմ, որ մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին կալանավորել կամ նրան բանտարկել ընդհանրապես
պետք չէ իշխող քաղաքական ուժին, որովհետև Սամվել Կարապետյանը նրանց գլխավոր հակառակորդն է, Սամվել Կարապետյանի պատճառով շատ մարդիկ, տեսեք, մենք ասացինք, որ գնացել են եւ Եվրաքվեի համար ստորագրել են, նրանցից շատերը անհանգստանում են, որ Սամվել Կարապետյանը կա, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կա եւ կարող է հանկարծ իշխանություն ունենալ եւ դրա պատճառով չեն ընտրում, չգիտեմ, տեսականորեն դիցուկ Արամ Սարգսյանին, Արման Բաբայանը կամ մեկ ուրիշ եւ գնում են ընտրում են Նիկոլ Փաշինյանին եւ Սամվել Կարապետյանին բանտարկելը միջև ընտրությունները իշխանության համար կնշանակի սեփական ոտքին կրակել, այսպես ասենք, սեփական այգին քար գցել կամ այդպես են ասում, եւ քաղաքական առումով դա անիմաստ գործողություն կլինի։ Այնպես որ կարծում եմ այս օրենքը կոնկրետ այս իրավիճակում այստեղ Հայաստանում գործածելու պատճառ չի ունենալու, թեև այն իհարկե շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար եւ այս օրենքի ընդունումից հետո ճիշտ կլիներ, եթե ես լինեի որոշում կայացնողների փոխարեն, դիտարկել 102 ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը։ Պարոն Ղևոնդյան, ասացիք Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը։ Ընդդիմադիր շրջանակներն էլ են ասում, այո, չի ապահովում, փոխարենը ապահովում է Ադրբեջանը։ Եվ այս համատեքստում նաև անդրադառնանք ձեր այցին Ադրբեջան։ Հիմա սրանք շփումներ են, շփումների համար զուտ, թե այնուամենայնիվ արդյունք շոշափելի կարող եք արձանագրել 1-2։ Նախ նշեմ, որ այս պահին Հայաստանի անվտանգությունը ապահովում է Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության միջոցով, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը այս պահին ռազմական վտանգ չունենալ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Դիվերսիֆիկացումը վերաբերում է նաեւ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան շփումներին եւ այս համատեքստում այո, Ադրբեջան մեր այցելությունը եւ Ադրբեջանում մեր հանդիպումները, զրույցները, հարցերը, որոնց տեղատարափ է եղել ես ներկայացնեմ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ժամանակ, դրանք բոլորը որոշակի բաղադրիչներ են, որոնք ենթադրում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության այս բազմակողմանիությունը որոշակիորեն նվազեցնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Այսինքն այս բանին Հայաստանի անվտանգությունը ապահովում ենք այլ երկրների հետ կառուցողական երկխոսությամբ, այդ թվում Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությամբ։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր այցելությանը Ադրբեջան, ապա մեր այցելությունը բավական կարևոր պատողներ է տալիս, դրանք վերաբերում են թե անվտանգությանը, թե հնարավոր խաղաղության օրակարգի առաջմաղմանը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների մեկը մյուսի նկատմամբ ունեցած հարցերի պարզաբանմանը, հատման կետերի որոնմանը, այդ հատման կետերում հնարավոր ուրեմն հարևանության ձևավորմանը, ոչ ոք չի խոսում բարեկամ դառնալու մասին, ոչ ոք չի խոսում եղբայր դառնալու մասին, նման բան ես կարծում եմ մեր սերնդում հնարավոր չէ, ոչ միայն հնարավոր չէ, որովհետեւ շատ արյուն է հոսել եւ այլն, հնարավոր չէ նաեւ որ ցանկություն էլ չկա, ոչ մենք ենք ցանկանում նրանց հետ բարեկամ դառնալ, ոչ իրենք են ցանկանում մեզ հետ բարեկամ դառնալ, ընդ որում հանդիպումների ժամանակ այս տրամաբանությունը հստակորեն երևում է, հստակորեն կա, այո, մենք երկար տարիներ եղել ենք թշնամիներ, մենք երկար տարիներ միմյանց հետ հակամարտության մեջ ենք եղել, տեսեք, ես ինքս կամավոր եմ եղել, կռվել եմ պատերազմում ադրբեջանցիների դեմ, բայց կռվելու ժամանակ կռվել ենք, եկել է բարիշելու, խոսելու եւ գոնե նորմալ հարաբերություններ ունենալու ժամանակը, այո, քննադատվելու։ Դուք էլի թիրախում էիք, այսինքն բոլոր այն մասնակիցները, ովքեր գնացել էին Ադրբեջան։ Այո, իհարկե կա այդ թիրախավորումը, ընդ որում ես նշեմ, որ ադրբեջանցի մասնակիցներն են թիրախավորվում իրենց հասարակության կողմից։ Շատ շատերն են ասում, շատ շատերը բողոքում են օրինակ նրանից, թե ինչու են հայ մասնակիցները անցել ցամաքային սահմանը, որովհետև 2020 թվականից կոവിഡ്ի ժամանակից սկսած Ադրբեջանի սահմանները փակ են մինչև այսօր։ Ադրբեջանցիները չեն կարողանում սահմանը հատել, եւ սահմանը հատում, ցամաքային սահմանը հատում տեղի ունեցել երկու անգամ, մեկ անգամ երբ նրանք 20 հոգի փետրվարին եկան Հայաստան եւ երկրորդ անգամ հայերի համար, որ մենք կարողացանք անցնել սահմանը։ Եվ այստեղ քննադատում են իրենց իշխանություններին, թե դուք հայերին ավելի լավ արտոնյալ պայմաններ եք տալիս, մեզ ավելի վատ պայմաններ եք տալիս, քննադատում են մասնակիցներին, հայտարարում են, թե թշնամու հետ գնացել եք հանդիպումներ եք անում, կան նման մարդիկ։ Կան մարդիկ, ովքեր ընդհակառակը եւ այստեղ եւ այնտեղ կան մարդիկ, ովքեր հայտարարում են, թե պետք է խաղաղություն, անհրաժեշտ է խաղաղություն, հերիք է կոտորենք իրար, եկեք գոնե այս ժամանակ հասկանալի է բարեկամություն չանենք, բայց գոնե կարողանանք իրար վրա չկրակել, գոնե կարողանանք զոհեր չունենալ, կարողանանք առևտուր անել, բաց սահման ունենալ, փորձենք հարստանալ, փորձենք զարգանալ։ Երկու կողմից էլ էս։ Իսկ իրենց կողմից իրար վրա չկրակելու այդ հասկացությունը ինչպես է
ձևակերպում կամ ինչ սահման ունի, այսինքն իրենց համար հստակ է, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանություն հունիսի 7-ից հետո, իրենք հարձակվելու են։ Փաշինյանի հայտարարության հիմքերն եմ ուզում հասկանալ, որքանով են հիմնավոր այդ, եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Տրամաբանությունը հետևյալն է, իհարկե ուղիղ որևէ մեկը դա մեզ չէր ասի, բայց խոսակցության տրամաբանությունը հետևյալն է։ Այս պայմաններում, այս իրավիճակում բացել սահմաններ, առևտուր անել, մենք պատրաստ ենք, համաձայն ենք, առավել եւս որ Արցախի հարցը փաստացի փակված է եւ իրենց համար է փակված եւ մեզ համար է փակված, գոնե մեր սերնդում փակված է այն։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունը շարժվում է, շարունակում է շարժվել այս ճանապարհով, եթե թրիպը դուք կառուցում եք, որովհետև թրիպի հարցում էլ իրենք շատ մտավախություններ ունեն, ասում են կարող է մեզ խաբեք, թրիպը չկառուցեք, այսպես են իրենք ասում։ Եթե սահմանները բացում եք եւ նորմալ առևտուր եք անում, եթե ընդունում եք, որ արցախցիների խնդիրը մեր խնդիրը չի, ադրբեջանցիների խնդիրը չի, դուք լուծում եք արցախցիների խնդիրը ձեր երկրում, այսինքն փող չեք ուզում, կոպիտ ասած մեզնից, որ արցախցիներին բնակարան տաք։ Եթե այդպես է, ապա մենք պատրաստ ենք, ու այստեղ կարևոր չէ ինչ իշխանություն է ձեզ մոտ, բայց կա հետևյալ տրամաբանությունը, որ մենք տեսնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում են Ռուսաստանի շահերը Հայաստանի Հանրապետությունում, իրենք այլ բան են ասում են, որ թրիպ չենք կառուցելու, ասում են, որ խաղաղություն կլինի, բայց ինչ պայմաններով, մենք չենք պատերազմի Ադրբեջանի դեմ, բայց Արցախի ժողովրդի իրավունքներ եւ այլն, այսինքն խախտում են այս գծերը, եւ այդ դեպքում, եթե նրանք կան իշխանության, մենք կնայենք, կտեսնենք, թե ինչ են նրանք անում։ Եթե տեսնենք, որ ռուսամետ քաղաքական ուժեր են եկել իշխանության եւ օրինակ Ռոբերտ Քոչարյանն է, Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ մարդ է, ում կառավարում են Մոսկվայից, այդ դեպքում մենք ինչ ենք խոսում ձեզ հետ, մենք կզանգենք Մոսկվա, իհարկե նորից նշեմ, ուղիղ չեն ասում դա, բայց ինձ ասացի տրամաբանությունն է։ Մենք կզանգենք Մոսկվա եւ կհարցնենք Մոսկվային։ Պատրաստ է արդյոք Մոսկվան շարունակել մեզ հետ աշխատել այս պայմաններով։ Եթե պատրաստ է, եթե Մոսկվան կթելադրի եւ Հայաստանը կշարունակի այդպես աշխատել, մենք չենք հարձակվի, կշարունակենք աշխատել։ Եթե ոչ, իրենք այնինչ ասում են, պիտի փոխվի, եթե Ռուսաստանը ասում է, որ թրիպ չի լինի եւ մենք դրա փոխարեն չենք գա եւ ձեզ այդ ճանապարհն էլ չենք տա, այդ դեպքում մենք կարող ենք նույնիսկ հարձակվենք, որպեսզի մենք կարողանանք մեր ուզածը ստանալ։ Իսկ եթե Մոսկվան կասի լավ, թրիպ չի լինում, բայց ես եմ գալիս այդտեղ կանգնում, ձեզ արտահայտական միջանցք ենք տալիս, այդ դեպքում հարձակվում ենք, ինչ անենք։ Դեպս այսպես։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։